քննչական կոմիտեի նախագահ եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ հունվարի 20-ին ստորագրեցին համաձայնագիր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին։ Հայաստանի քննչական կոմիտեն նաեւ պաշտոնապես հայտարարեց, որ սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է մեր քննչական կոմիտեն։ Դրա շրջանակներում քննչական ու դատավարական գործողությունները կատարվում են մեր քննիչների կողմից Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հիման վրա։ Այսուհանդերձ այս առընչությամբ դժգոհությունները չեն մարում եւ դրանց են կանդրադառնալու Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկ հաղորդաշարի այսօրվա հյուրերի փաստաբան Տիգրան Աթանեսյանի եւ իրավաբան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանի հետ զրույցում։ Ուրեմն ես էլի մեջբերում անեմ քննչական կոմիտեի հաղորդագրությունում, որոնք պնդում են, որ կատարել են արդեն բազմաթիվ 3 տասնյակից ավելի վկաների հարցաքննություններ, նշանակվել են արդեն 1 տասնյակից ավելի փորձաքննություններ ու լսենք, թե այս նորաստեղծ մարմնի մասին ինչ է ասում քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տրուզյանը։ Որպեսզի կարողանանք բոլոր հանրության հուզող բոլոր հարցադրումներին տալ պատշաճ տեղեկատվություն եւ այդ հարցերին կարողանանք պատասխանել, այսօր երկու երկրների քննչական կոմիտեների ղեկավարները որոշել են համատեղ եւ փոխգործակցված գործողություններ իրականացնել եւ կստեղծվի նաեւ այդ աշխատանքները համակարգելու համար կոորդինացնող մարմին։ Հայկական կողմին հանձնելու են ինչ է պայմանավորված։ Այդ հանձնման ընթացակարգը բոլորովին այլ ընթացակարգ է։ Այս փուլում խնդիր կա դրված, որ յուրաքանչյուր երկրի քննչական մարմնի շրջանակներում բարույթում, որոնք հարուցված են քրեական գործեր, կատարվում է քննություն եւ երկու երկրների քննչական մարմինները կարողանան լիարժեք քննություն իրականացնել։ Քրեական գործի շահերից բխող որոշում է, պայմանավորվածություն են այսօր ձեռք բերվել, որպեսզի եւ մեր իրավապահ մարմինները կարողանան լիարժեք գործի քննություն իրականացնել եւ ռուսական կողմը Այնուամենայնիվ իրավաբանների կողմից կա մեկնաբանություն, որ այս ստեղծված մարմինը միջազգային պայմանագրերով չնախատեսված որևէ իրավասություն օրենքի շրջանակներում չունի եւ որևէ իրավական ուժ չի կարող ունենալ։ Արդյոք չափազանցված են գնահատականները։ Ոչ, նման մարմին նախատեսված չէ ոչ մի օրենքով կամ միջազգային պայմանագրով, ուղղակի մեր իշխանությունները հայտնվել են ոչ նախանձելի վիճակում եւ փորձում են երես փրկել նման ինչ-որ, չգիտեմ, մարմինը ինչ է դա կամ նման մարմինը որն է ինչ-որ մի բանի անուն շտաբ են դրել, մի սենյակ են տվել։ Իմ կարծիքով իրավիճակը ավելի քան պարզ էր, այդ ոչռագործը պետք է հանձնվեր Հայաստանի իրավապահներին, պետք է հանձնվեր թե սահմանին են բռնել սահմանապահները պետք է հանձնեին մեր իրավապահներին, այսինքն նման այս քայլերը կամ ռուս պաշտոնատար անձի այցելությունը պարզապես երես փրկելու նպատակ ունեն ինչ-որ մի ձև բարի կամքի դրսևորում գուցե ինչ-որ ես ռուսների մասին չեմ խոսում այս պահին, մեր իշխանությունների մասին երես փրկելու ինչ-որ խնդիր ունեն, որտեղ վերևած որ իրենք այն վիճակին են հասել, որ երկրի ներսում չեն կարող տիրապետել իրավիճակին կամ իրենց գործառույթները սահմանադրական իրականացնել։ Այ Գյումրու ասպարեզ ակումբի նախագահ Լևոնը Բարսեղյանը նշում է, որ այդ շտաբը փաստացի արդեն գործել է հենց առաջին իսկ պահից, հիմա ուղղակի փաստաթղթով վավերացրել են շտաբի գոյությունը, սակայն սա իրենց պահանջների բավարարում չի, քանի որ հայտնի է, իրենք պահանջում են գործը փոխանցել Հայաստանի արդարադատությանը։ Այս իմաստով այս մարմնի ստեղծումը որքանով է արդյունավետ համարում։ Դե եթե մենք կարդանք երկու համաձայնագրերը, մեկը ռազմաբազայի վերաբերյալ 95 թվականի, մյուսը դրանից բխող արդեն ռազմաբազայի իրավազորության վերաբերյալ, եթե իրավահարաբերություններ են լինում ընդունող պետության Հայաստան։ Այսինքն երկրորդ պայմանագրում կա 17-րդ, որ ասում է, եթե կան վիճելի հարցեր, ապա այս կոնվենցիայի այս համաձայնագրի կիրառության եւ մեկնաբանության հարցում, ապա այդ վիճելի հարցերը պետք է լուծվեն մյուս համաձայնագրի 21-րդ կետի առումով հիմքով։ Իսկ ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրի 21-րդ կետը արդեն նախատեսում է միասնական հանձնաժողովի, շտաբ չի անում, հանձնաժողովի։ Հիմա եթե այս շտաբը պետք է զբաղվի նրանով, որ պետք է
այս համաձայնագրի կիրառության եւ կետերի մեկնաբանության խնդիրներով պետք է զբաղվեն, դա այն հանձնաժողովն է, որ նախատեսված է 17-րդ հոդվածում։ Իսկ եթե ոչ, դա իսկապես կարծես թե նախատեսված չէ, բայց մյուս կողմից էլ եթե դա չի միջամտելու process-ին, այլ զուտ, ասենք, տեղեկատվական նշանակություն, ապա այստեղ խնդիր չեմ տեսնում։ Եթե միջամտելու է process-ին մեկնաբանության ուժով, միջամտելու է կիրառության ուժով, ապա դա արդեն 17-րդ հոդվածով նախատեսված հանձնաժողովն է, որ ուղղակի կոչվում է շտաբ։ Ելնելով արված հայտարարություններից, կարող ենք արդյոք ասել, որ այդ մեղադրվող անձը գտնվում է հայ իրավապահների տրամադրության տակ, կարող ենք նրան Հայաստանի դատարան տեղափոխել, արդարադատության առաջ կանգնեցնել, թե ուղղակի Հայաստանի իրավապահների խնդիրը այս դեպքում սահմանափակվելու է այն, որ իրենց այս քննչական գործողությունների արդյունքները ուղղակի տրամադրեն ռուս իրավապահներին եւ դա հետագայում ռուսական դատարանի կողմից ուղղակի որպես ապացույց գնահատվի։ Նախ ասեմ, ինձ թվում է համաձայնագրի վերջո ռազմաբազայի մասին են, այլ ոչ թե քրեական գործերի քննության, հետեւաբար շտաբը չի կարող համաձայնագրով նախատեսված լինել։ Ինչ վերաբերում է նրան թե տրամադրության տակ, ինչպես դուք ասացիք, գտնում եք, ոչ բարձր չի գտնվում։ Մեծահոգաբար թույլ են տալի մեր քննիչներին մոտենալ, հարցաքննել եւ վերջ։ Չգիտեմ ինչ կարգով է դա տեղ ունենում այդ հարցաքննությունը, որտեղ է այն տեղի ունենում, չգիտեմ ինչ կարել են տարածել։ Ռազմաբազայում են, բայց խնդիրը նրանում է, որ իմ կարծիքով ի վերջո այդ բոլոր նյութերը հանձնվելու են ռուսական քննչական մարմիններին, մի ռուս դատավորել կգա, մի թատրոն է կսարքեն, անունը կդնեն դատավարություն, դրանով կավարտեն։ Այն նախադեպն եմ ուզում հիշեցնել, վերջերս հետքին հարցազրույց էր տվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Էդվարդ Մանուկյան եւ նա հիշեցրել էր 99-ի դեպքերը, երբ որ երկու ռուս զինվորականները կրակ էին բացել խաղաղ բնակիչների վրա եւ հիշում եք երկու հոգի զոհ եղավ, բազմաթիվ վիրավորներ։ Էդվարդ Մանուկյանը ասում է, այն ժամանակ ռուսական կողմից քննչական գործողություններ հայ իրավապահների հետ համատեղ կատարվել են, նախաքննության ընթացքին են մասնակցել, իսկ գործը հետո ամբողջությամբ վերահսկել է հայկական կողմը եւ ամբողջ գործը ըստ պարոն Մանուկյանի իրանք փոխանցել են հայկականին, նույնը կարող են անել հիմա։ Պարզապես զարմանալի է, թե ինչու չկա նման ցանկություն։ Սա նախկին դատավորի հարցադրումն է։ Ձեր մեկնաբանություն, ինչու այս դեպքում չկա այդ ցանկությունը։ Դե, այդ մասին շատ է խոսվել։ Անձը գտնում է Ռուսաստանի, չեմ ասում աշխարհագրական տարածքում, բայց Ռուսաստանի իրավազորության ներքո, մի տարածքում, որտեղ գործում է Ռուսաստանի օրենքները։ 99 թվականին մեր իրավապահները նախահաս եղան եւ անձին արգելանքի տակ վերցրեցին եւ պահեցին Հայաստան։ Նշանակում է Հայաստանի դատարանները պետք է գործը քննի։ Հիմա էլ Հայաստանի դատարանը կարող է քննել, բայց մեղադրելի բացակայությամբ, բայց դա արդեն մարդու իրավունքների խախտում կլինի։ Դա Հայաստանի դատարանը դա չի անի։ Ավելի շուտ Հայաստանի նախաքննական մարմինները գործը քննեն ամբողջությամբ, ամբողջ ծավալով, հետո կփոխանցեն իրենց ռուս գոլեգաներին, որպեսզի արդեն ռազմաբազայի ներսում կարծում եմ այդ մոդելը կընտրվի, դատավարություն լինի, բայց մարդու իրավունքները պետք է ապահովի, այսինքն տուժողի իրավաճորտները, տուժողի իրավաճորտները եւ նրանց փաստաբանները պետք է անպայման ներկա լինեն եւ փաստաբանը կհուշի, որ ամբողջ ծավալով պետք է կարողանան մասնակցել եւ նախաքննության եւ դատաքննության։ Եթե դա չապահովի, նշանակում է այս խորհուրդը իր խնդիրը չի կատարում կամ էական խախտումներ կա։ Այսինքն այստեղ կարևորը այդ իրավունքները ապահովելն է, որովհետև ի վերջո ամբողջ վեճը երկու հիմքով է գնում։ Առաջին մենք ունենք մտահոգություն, որ դատավարության արդարացությունը չի ապահովի, երկրորդ մենք մտահոգություն ունենք, որ Ռուսաստանը միջամտել է Հայաստանի ներքին գործերին։ Այդ սահմանի մասով է, որ էլի այո, դա արգելանքի վերցնելու պահով է։ Բայց ես հատվածը եզրափակելու համար ուզում եմ մի մեջբերում անել Slon.ru կայքից, որի Գյումրի դեպքի կապակցությամբ Միխայել Զիգարի հոդվածն էր, որը հիշեցրել էր, որ 2007-ին Ռուսաստանի սահմանադրության 61-րդ հոդվածը վկայակոչելով ռուսական իշխանությունները հրաժարվեցին հանձնել Անդրեյ Լուգավոյին, որին Մեծ Բրիտանիան մեղադրում էր Լիտվիենկոյի սպանության մեջ, այդ ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, նրանք պետք է փոխեն իրենց ուղեղը, ոչ թե մեր սահմանադրությունը եւ կայքես զուգահեռ արել էր, որ այս իմաստով շարքային Բերմյակովը ոչ մի կերպ չի տարբերվում падգամավոր Լուգավոյից եւ երբ ցուցարարները Գյումրիում եւ Երևանում պահանջում են զինվորին հանձնել հայ արդարադատությանը, նրանք զուր ջանքեր են գործադրում։ Գիտեք, եթե մեր պետությունը, մեր իշխանությունները մի քիչ իրենց հարգեին, այսպեսի պայման կդնեին, ու իհարկե ինչ պետք է անեն Բերմյակովին, ասենք դատեցին, ասենք եղավ դատավճիռ, չպետք է տեղափոխեն Ռուսաստան, ոնց են տեղափոխելու, Հայաստանի տարածքով են տեղափոխելու,
Պարզապես կարելի է արգելել տեղափոխել նա հավերժ կմնա ռազմաբազայում եւ կկանգնենք Բաքուի առաջ, եթե իրոք մտածում են մեր շահերի մասին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի սահմանադրության 61 հոդվածին, ապա Ռուսաստանի սահմանադրությունը Ռուսաստանի համար է։ Մենք ունենք Ռուսաստանի հետ միջազգային պայմանագիր եւ մեզ չպետք է հետաքրքրի Ռուսաստանի սահմանադրության բովանդակությունը։ Եթե իրենք ստորագրել են, վավերացրել այդ միջազգային պայմանագիրը, թե կոնֆլիկտը պայմանագրի եւ սահմանադրության մեջ դա իրենց ներքին գործն է, մեր գործը չէ եւ մենք չպետք է զբաղվենք Ռուսաստանի սահմանադրության վերլուծությամբ։ Մենք պետության հետ կառուցում ենք, եթե մենք անկախ պետություն ենք, մեզ համարում մեր հարաբերությունը միջազգային պայմանագրերի միջոցով։ Հետևաբար, եթե ունենք պայմանագիր, դա պետք է կատարվի։ Մնացածը արդեն գիտեք փարիսեցիություն է։ Մնացած արդեն շուտ բաներ ենք հնարում։ Շատ լավ, զրույցի ընթացքում մի քանի արդեն անդրադարձ եղավ այս խնդրին։ Ազգային ժողովում այս շաբաթ տեղի ունեցան լսումներ եւ դրանց ընթացքում Նիկոլ Փաշինյանի հարցադրումներից պարզվեց, որ ըստ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի ռուս սահմանապահները պարտավոր էին հայ իրավապահներին հայտնել սահմանին սահմանախախտ հայտնաբերելու դեպքում, ինչպես նաեւ մեր օրենսդրության համաձայն նրանք պարտավոր էին հանձնել սահմանախախտին իրավապահներին։ Լսենք, թե այս կապակցությամբ ինչ ասաց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Այո, պարտավոր է, պարոն Փաշինյան։ Հիմա հայտնել են, թե այդ ամբողջը քրեական գործունեություն, այսինքն հիմա այդ ամբողջ ինֆորմացիան, պարոն Փաշինյան, քրեական գործում է։ Սա մեր օրենսդրությամբ կարգավորվող նաև հարց է, սահմանախախտին պետք է հանձնել Հայաստանի Հանրապետությանը։ Իհարկե, հանձնել է թե չի, պարտավոր էր թե չէ, այդ ամեն ինչ քրեական գործում։ Թե ինչն էր ռուսներին ստիպել ամեն գնով մեկուսացնել այդ անձնավորությունը դեռ մի կողմ թողնենք, բայց ինչն էր պատճառը, որ մինչ այս Հայաստանի իշխանությունները լռում էին, ասենք այսպես, այս իրոք աղաղակող օրինախախտման մասին։ Դե ես չեմ կարող ասել ինչն է պատճառը, բայց հանրային քննարկումները գիտեք ամբողջ թափով ընթանում էին։ Միգուցե պաշտոնատար անձինք փորձել են զսպվածություն ցուցաբերել եւ իրենք արդեն հանրային հայտնեցին հանրության իրենց կարծիքը այն մասին, երբ արդեն հանրային ճնշում եղավ, այսինքն նկատեմ Գյումրիի դեպքերը։ Բայց մենք հենց առաջի օրվանից էլ ասում ենք, որ խիստ վիճահարույց է այն հարցը, թե Բանդուր գյուղի մոտ արգելանքի տակ վերցվել հանգամանքները, նաև տեղեկացություններ ստացվում, որ ռուս ավտոմատավոր զինվորը շրջում է Գյումրիում եւ բլոկպոստեր են տեղադրել։ Դեռ համաձայնագիրն ասում է, որ եթե օպերացիայի որոնողական աշխատանքների կարիք կա, ապա ռուսական կողմը պետք է գրավոր դիմի հայկական կողմին, իսկ եթե ուզում են մասնակցել, ապա միայն տեսնելու եւ լսելու նպատակով այն է միայն կոմենդանտը եւ զորամասի պետը, ոչ ավտոմատավոր զինվորը, որտեղ եթե նա ավտոմատով շրջում է քաղաքում, նա արդեն գործադիր իշխանություն է կիրառում Հայաստանի տարածքում։ Այլ բան է, որ կոմենդանտը շրջում է մեր օպերատիվ որոնական խմբի հետ զուտ միայն տեսնելու եւ լսելու նպատակով։ Բայց մենք տեսնում ենք, որ դա տեղի չունեցել եւ դա միջազգային իրավունքի համաձայն միջամտություն է սուվերեն պետության ներքին գործերին։ Այլ բան է դա քրեական դատավարության վրա, որը մեզ հուզում է որևէ հետևանք, իրավական հետևանք կառաջացնի, թե ոչ, սա արդեն վարույթի հետագա ընթացքը ցույց կտա, որովհետև Տիգրանը ասի, թե ինչ կարևոր է, շատ կարևոր է հենց առաջի ժամերի ընթացքում կատարվող դատավարական քննչական գործողությունները։ Շատ այդ մասին խոսվել է, դրա համար չեմ ուզում առաջին, դրա իրոք այս կապակցությամբ շատ եղել անդրադարձերը, բայց ուզում եմ հիշեցնել, որ այս շաբաթ Գյումրի այցելած ռուս պատգամավորների խումբը, մասնավորապես Ռուսաստանի Պետդումայում ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը հայտարարել էր, որ այնուամենայնիվ Ռուսաստանը չի հրաժարվում վերադարձնել Պերմյակովին, հիմա քննություն է գնում եւ միայն քննության արդյունքներից հետո որոշումներ կկայացնեն։ Սա ուղղակի հուսադրելու բորբոքված կրքերը հանգստացնելու բան, թե իրոք դեռ կա ինչ որ հետդարձի հնարավորություն ձեր կարծիքով։ Բավականին վիրավորական պահվածք է, որ ինչ որ մի Պետդումայի մի պաշտոնյական պատգամավոր գալիս եւ իր խոսքից եք մենք կարճում, հասկանում եք, սա ինչ է նշանակում, ինչ վիճակում ենք մենք հայտնվել։ Փաստացի, որ ասում են անկախության կորուստ կլինի, այսպես է լինում անկախության կորուստը, պարտադիր չէ դրոշը փոխվի։ Ոսկ ինչ կապ ունի, ռուս միջինովնիկ ինչ ասես, նորից եմ ասում, կամ միջազգային պայմանագիր պետք է կատարվի։ Մնացածը արդեն ինչ-որ երես փրկելու տարբերակներ են, կամ գլխավոր դատախազը Հայաստանի Հանրապետության անկախ պարոն Կոստանյանի անձից։ Պարզապես գումեր գլխավոր դատախազն է մեր երկրի, որ կատարում է կարևորագույն գործառույթներ, ինչ վիճակում է հայտնվել թեկուզ մեր պատգամավորների առջև։ Սա անթույլատրելի վիճակ է։ Անձանց թողեք մի կողմ, անձայական չէ։ Ես ինձ վատ եմ զգում, պարզ ծեզվով ասած, որ իմ երկրի գլխավոր դատախազը նման կմկմում է եւ չի կարող պատասխանել
պատասխանը ակնհայտ է, նա չի կարող Արդյոք պարզապես նախաքննության պատասխանել։ գաղտնիքը իրեն թույլ չի տալիս ինչ որ ամբողջությամբ պատասխանելու հետ կամ կմոցը դրանով է պայմանավորվում։ Նախաքննության գաղտնիության սահմանները որոշում են քննիչ եւ դատախազը։ Մեր վարույթում չի։ Այսինքն բացեիված ամեն ինչ կարող են ասել, խնդիր չունեն, իրենք են որոշում ինչն է վնաս գործին, ինչը վնաս չէ։ Հրապարակում նկատի ունեմ։ Էլի միևնույն է ռուսական կողմին պիտի հղումներ անեմ, որտեղ այս օրերին մասնավորապես օրինակ արգումենտի ֆակտին կապեր հաստատել Անդրբայկալյան շրջանի զինվորների մայրեր կոմիտեի ղեկավար Վալենտինա Մորդովայի հետ, որը պատմել էր, որ Պերմյակովը ունեցել է մեջբերում եմ լավ վարկ, չի նկատվել թմրանյութերի նկատմամբ հակում, այս ֆիքսենք։ Ուշադրություններ դարձվել է այլ հանգամանքի, որ նրա ընտանիքը հավատացյալ էր եւ անգամ ալկոհոլ չեն օգտագործել, ինչը բնորոշ չի այդ տեղի մասին, երկու Եվ էլի ռուսական կայքերից մեջբերում Անդրբայկալյան շրջանի Բալեի քաղաքի զինկոմիսարիատի ղեկավար Ալեքսանդր Լագանովսկու խոսքերը ըստ նրա Պերմյակովը զորակոչվել է ծառայության 2014-ի մայիսի 20-ին, զորակոչիկի բոլոր բնութագրերը եղել են դրական, առողջական վիճակը նույնպես, այսինքն զորակոչվելու առնվազն պահին չի ունեցել հոգեկան խանգարումներ։ Ուրեմն այն 3 վարկածները հոգեկան հիվանդ չէ, թմրամոլ չէ, կատարված ոչրագործություն ակնհայտորեն թմրադեղի կամ ալկոհոլի օգտագործման հետևանք չէ։ Բայց մենք կարող ենք, ես չեմ կարող իշել օրինակներ բերել, երբ որ սպանություն, սերիական սպանություն, ոնց են ասում, հա, կատարում են մարդիկ, որոնք տվյալ բան չեն գտնվել թմրանյութի ազդեցության տակ, երբեք ալկոհոլ չեն օգտագործել, նախկինում անցավորված չեն։ Սովորական կյանքում շատ բարի եւ շատ ամբուր մարդիկ աֆեկտի մեջ չեն գտնվել, այսինքն դատավարական իմաստով այս ամբողջը զուտ ասեկոսներ են։ Ասենք իմ համար դրանք այդքան նշանակություն չունեն, թեև դրանք ինչ որ փորձակնությունները պիտի բանան այսինքն այո, դատավարության մանավանդ եթե խոսակցություններ կան, որ նա ամենայն հավանականությամբ մենակ չի եղել եւ այլն, այստեղ ես կարևորում եմ նախաքննական գաղտնիքը, միաժամանակ կարևորում եմ պարբերաբար անընդհատ տեղեկատվություն տալը, որպեսզի հանրային հուզումներ չլինեն, բայց այս փուլում ես կարևորում եմ նախաքննական գաղտնիքը։ Զուտ էլի ասեկոսներ կհամարեք, այսինքն թե եղած վարկածները, այսպես ասած շրջանակը նեղացնելու բան, երբ որ ասում եմ, որ ակնհայտորեն կենցաղային կամ կրոնական գուցե ասեմ, հա, պատճառներ չունի, որտեղ Պերմյակովը Ավետիսյաններին մինչ այդ երբևէ չի հանդիպել, դրա վերաբերյալ վկայությունները կան, ուղղակի նրանք տարբեր աշխարհագրական տարածքներում են եղել, Բալեի քաղաքում չեն եղել Ավետիսյանները, Չիտայում այդ բավական հեռու են։ Գիտեք, նման կարգի մեկնաբանություններ կամ վարկածներ կառուցելը շատ անշնորհակալ գործ է, շատ սխալ գործ է, որովհետև իմ վարած գործերով ես հաճախ հանդիպում եմ մեկնաբանությունների, ՍԼՄ-ներում, որոնք ոչ մի առնչություն չունեն իրականության հետ։ Մեկ-մեկ եմ մտածում, ինչ որ հիվանդագին ֆանտազիայի արդյունք են։ Ցավը վիշտը այնքան մեծ է, հասկանում եք, այդ փոքրիկի պատկերը դագաղի մեջ չի կարող ուրիշ անտարբեր թողել, անծանոթ մարդիկ են հուզվում եւ լացում։ Այս ֆոնի վրա իհարկե հեշտ է խաղալ մարդկանց զգացմունքների հետ եւ ասել տարբեր վարկածներ բերել, չգիտեմ, արդեն խելագարության աստիճանի հասնող։ Իրոք շատ եմ կարևորում, որ նախաքննությունը կատարվի լավագույն կերպ։ Անհրաժեշտ է այդ ոչրագործին, ոչ քան է խոսքերս հիմա սխալ կարող է հասկացվել, ապահովել պաշտպանությունը նաև պաստաբանողը պետք է ապահովել, չգիտեմ, ռուսներն են վարդու իրենք էլ ապահովեն իրենց պաստաբանողը։ Հայկական կողմը ցավոք ժամանակ պաշտպանության թե խախտվեց պաշտպանության իրավունքի խախտումը, գիտեք, անցնի ժամանակ, չգիտենք, Պերմյակովը կլինի, չի լինի, երկար կապրի թե կարճ կապրի, սա կարող է շարժումների առարկա։ Եվ կասեն մի անմեղ տղա էր ռուս, ոչ պաշտպան տվեցին, սա ազգով լցվեցին գլխին, տարան գլուխը կերան։ Եվ դրա տակից այդ դուրս չեն գա։ Մեզ պետք է նորմալ դատավարություն, ապահովելով բոլոր իրավունքները, պետք է հստակ պարզվի ինչ որ եղել է եւ կայացվի արդար դատավճիռ։ Շատ լավ, եւս մի շերտ կա, սա խոսքը ռուսական ռազմակայանի, հա, գուցե ղեկավարության պատասխանատվության մասին է, այնտեղ կարգապահության պահպանման, գուցե իրավիճակի վերահսկողության վերաբերյալ պատասխանատվության մասով։ Եվ անգամ ՀԿ խմբակցության падգամավորներ Գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը այս խնդիրը արծարծրեց լսումների ժամանակ, լսենք։ Այսօր այդպես չի, այսօր Գյումրիում հանգիստ վիճակ է, բայց այդ շատ հանգստությունն է, ներքին լարվածությունն է պարունակում իր մեջ, որը ցանկացած ժամանակ կարող է լուրջ հետևանքների առիթ տա եւ ցավոք սեր ռուսները դրանք գնում են։ Մինչև այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որևիցե մեկին չի պատժել եւ հրապարակավ չի ասել, հրամանատարին ազատել են աշխատանքից, այս ստորաբաժանման ղեկավարին ազատել են աշխատանքից։ Այս սրանք հարցադրումներ, որ մենք պետք է բարձրացնենք։
Հենց այս իմաստով, հա, եւ ամբողջական պատկերի գուցե բացահայտման առումով, արդյոք կարող է օբյեկտիվ անաչառ քննություն լինել, քանի դեռ նա ռուսական ռազմաբազայի անմիջական հսկողության տակ է։ Նկատենք քրեական գործով, դա սպանության գործով թե իրենց ներքին կամ երկու դեպքում էլ դժվար է ասել, այսինքն մտահոգություն կա, որ տեսեք հենց նորից առաջի մի քանի օրի ընթացքում մեր քննիչները չունեն այդ անձի հասանելիությունը եւ արդյոք կարող ենք պնդել, որ կարևոր ապացույցներ վերացած կլինեն, օրինակ նրանից վերցվել են նմուշներ, չէ, ասենք կրակոցից հետո մարդու մարմնի վրա ենթալին մնում են, այո, մինչդեռ մեր քննիչները միայն 8-9-րդ օրն են դարի, այսինքն արդյոք մածությունը սովորական կարող է պետք է եւ կոծկելու դեպքեր, այստեղ միայն դատավարության վերջում, երբ որ հասու կլինեն արդեն բոլոր նյութերը, նոր կարելի է համադրել ու տեսնել, արդյոք ինչ-որ կարևոր ապացույց կորել է թե ոչ, որը կորած չէր, կորի, եթե առաջին ժամերի ընթացքում արդեն այդ ոնց որ մի անգամ նշվեց այդ անհրաժեշտ քննչական գործողությունները, անհետացկելի քննչական գործողություններ պետք է կատարեն։ Սա միայն ամբողջ գործունեություններ ունեցած հետո համադրելուց նոր կարելի է բարձել արդյոք այդ առաջի ժամերը, որ բաց են մնացել կամ առաջի օրը դրանք ազդել են կամ կարող են ազդել գործի հետագա ելքի վրա թե չէ։ Այդ ռիսկից պետք է ամեն դեպքում խուսափել, բայց ես կուզեի падգամավորի խոսքին անդրադառնալ, որ մարդ չեն ազատել պաշտոնից, բան չեն արել, գիտեք, երբ որ ուրիշին ես ուզում դատես, պետք է ինքդ քեզ նայես։ Իսկ 96 թվականին, երբ որ նոյեմբերանում առաջի անգամ 5 հոգի մարդ սպանեցին զինծառայողներ, ում ազատեցին պաշտոնից։ Մի վաշտի հրամանատարի դատեցին։ Վերև չգնացին, հետո եղան 6 հոգու, 7 հոգու, 8 հոգու սպանություններ։ Վերցնենք Գրիշա Վիրաբյանի գործը, խոշտանգ դեռ դրան չէ, դա քաղաքական է, դա քաղաքական է, սպասենք։ Լավ, հասկանալի է։ Ես սովորական, երբ որ ծառայողների միջև ինչ-որ փոխհարաբերությունների, վատ փոխհարաբերությունների հետևանքով նման ավետներ են, ողբերգություններ են տեղի ունենում, ոչ մեկին չեն հանում, պաշտպանության նախարարական չի տալիս երկրում, գլխավոր շտաբի պետի գոնե տեղակալին հանեն, ասեն դու ես պատասխանատու, ոչ մեկին չեն հանում, ռուսներից ինչ են պահանջում։ Եվ գիտեք, մի բան էլ կա, ես սկզբի օրերին սովորաբար ակտիվ եմ լինում, հա, Facebook-ում այս թեմայով Գյումրու ողբերգության գրեթե չեմ գրել, ոչ մի բան, եւ հասկանա, որպես մարդ եմ նայում, որ զայրացած, երկրի չի կարելի անտարբեր նայել, ոչ ոք չի կարող անտարբեր այդ տեսարաններին նայել, բայց որպես իրավաբան ցանկանում եմ լռել, որտեղ այդ պահին հույզերին հակառակ էի գնում։ Որոր այնքան դժգոհ են այդ մեր ժողովուրդը, հա, սովորական մարդիկ, որ փողոց էին դուրս եկել, այդքան դժգոհ են, որ ռուսներն են քննելու, մոտ մի հարց առաջացավ։ Իսկ որ մեր բնակչության 30-40%-ը երազում է ստանալ կամ ստանում է Ռուսաստանի քաղաքացիություն, եւ հպարտորեն գնում է Ռուսաստան եւ ռուսական համաներով մեքենաներ են այստեղ վարում։ Այդ ժամանակ չեն մտածում, որ այդ ձևել են կորցնում մեր անկախությունը։ Հարցը կենցաղային հարցերի լուծումը չի այստեղ։ Ստացանք այն ինչ որ ուզում էինք մեծ հաշվով ամեն օր անելով այս 20 տարի։ Այսինքն մի կողմից եթե մենք քաղաքականացնում ենք, արդյոք անհարկի չենք քաղաքականացնում, չէ՞ որ մենք ինքներս ենք Որքան շատ մարդիկ այդ մեր մարզերից գնում են եւ շատ ուրախ են, որ ռուսական ազնագիր ունեն, որ երեխան հայկական բանակում չի ծառայի։ Վերջերս օրերում այն բաժնը, որտեղ հրաժարվում են քաղաքացիությունից եւ չի ասի, որ զղջալով չի ասի, որ ուրախությամբ հրաժարվում են, շտապելով, օրը առաջ մեկնենք այս երկրից։ Ղրիմում են գնում գրանցվում առանց նայելու շատերը, որ արագ մենակ ռուսական ազնագիր ստանան։ Այդքան ուզում եք, հիմա կգան ռուս քննիչներ եւ դատավորներ ձեզ կդատեն։ Շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկում այսօր հանդիպեցին իրավաբան, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը եւ փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։